Ողջույն։ Երբևէ պատահելա ձեր հետ, որ ինչ որ վաճառքի շատ լավ կամ հանդիպումից հետո գործարքը չի ստացվել։ Իմ հետ շատ ա եղել։ Իսկ հարցրել եք դուք ձեզ ինչից է այդ ամեն ինչը գալիս։ Մարդիկ սկսում են կասկածել իրենց ունակությունների վրա, մարդիկ սկսում են մտածել, որ կարող է սխալ բան ենք ասել, կարող է ինչ որ սխալ ինֆորմացիա ենք տվել։ Այսօր խոսալու ենք ճիշտ այն թեմայի մասին, որը որ ամենաշատ աստում է վաճառքի չի փակվելու վրա։ Ինչպես անել follow-up, ինչպես ճիշտ ձևով հետադարձ կապ ապահովել, որը կօգնի վաճառքի գործարքը ճիշտ ձևով ամփոփելու։ Սկսենք մի հատ փոքր վիճակագրությունից։ Վաճառողների կամ վաճառքների 80%-ը պահանջում է 5-ից ավել follow-up, հետադարձ կապ։ Բայց վաճառողների 44%-ը առաջին իսկ փորձից հանձնվում է։ Իսկ դրա համար միշտ անդրադառնում եմ այն թեմային, ասելով, որ այստեղ կարևորը դիսցիպլինան է, ոչ թե մոտիվացիան։ Ամեն օր նույն բանը անել եւ չհուսահատվել։ Շատ հաճախորդներ առաջին հանդիպումից հետո ընդհանրապես իրենք պատրաստ չեն լինում կամ փնտրում են ինչ-որ այլ առաջարկներ նաեւ։ Այսինքն իրենց համար ոչ թե էական չի, այդ product-ը իրենց համար ճիշտ կարիք ներկայացնող, կարիքների լուծում ներկայացնող product-ն է, բայց իրենք դեռ պատրաստ չեն որոշում կայացնելու, քանի որ տարբեր պատճառներով, քանի որ full վստահություն չունեն ձեր հանդեպ, նայում են այլ տարբերակներ, փնտրում են ինչ-որ option-ներ, որը որ կարող է նաև ուրիշ խնդիրներ լուծի։ Այսինքն կամ դուք պակաս ինֆորմացիա եք տվել, կամ ձեր product-ը չի ներկայացնում այդ ամբողջ լուծումները։ Դրա համար շատ կարևոր է հետադարձ կապ պահել եւ հասկանալ խնդիրները ոնց լուծել, որպեսզի մարդը գնա եւ առնի ձեր product-ը։ Լավագույն մեթոդները ստեղծելու համար հետադարձ կապ։ Ժամանակի կարևորությունը հետադարձ կապի ստեղծելուն։ Այսինքն, եթե մարդուն հետ երկու շաբթ եք խոսացել, երկու շաբթի կեսօրը հետո կամ եթե առավոտն եք խոսել, կեսօրը հետո follow-up անել ընդհանրապես անիմաստ բան է։ Այսինքն, սպասեք մի օր, մի օրից երկու օր, ես ընդհանրապես երկու օր եմ թողում, այսինքն երկու շաբթի, 4 շաբթի։ Եթե արդեն հասկացել եք մեր հետագա ոդկասթի էպիզոդների ընթացքում խոսանք նաև ոնց հասկանաք այդ ամեն ինչի կարիքը կա կամ չկա, բայց եթե հասկացել եք, որ կարիք կա եւ գիտեք, որ ձեր product-ից բացի նաև այդ մարդիկ ուրիշ product-ներ են նայում, ավելի լավ է երկու օր հետո մի հատ էլ դուք հետադարձ կապ ապահովեք եւ հասկանաք, որ մարդը ինչու դեռ մինչեւ այսօր որոշում չի կայացրել։ Եվ այդ շատ կարեւոր է երկրորդ օրը կամ երրորդ օրը այս ընթացքում ճիշտ ձևով իդ բացել այդ հետադարձ կապը, ոչ թե բարձրապես ասել ինչ որոշեցիք, կարող է ասել դեռ չի որոշեցինք եւ վերջ։ Բայց եթե ինչ որ հարցով դուրս գաք, ինչ որ ապացույցով դուրս գաք իրանց վրա, ասեք, որ տեսեք, մենք ձեր բիզնեսի նման ինչ որ բիզնեսի հետ մենք աշխատել ենք եւ էս է եղել արդյունքը։ Այսինքն, ինչ որ ինֆորմացիա հիշացնեք իրեն, որ ինչի համար ձեր product-ը կարևոր լուծում է ներկայացնում իրենց խնդիրի։ Այսինքն, ոչ թե բարձրապես follow-up անեք։ Ես շատ անգամներ մի հատ լավ ընկեր ունեմ, մեծ բիզնեսի տեր է, շատ անգամներ որ իր հետ follow-up եմ անում, հարցնում եմ, չգիտեմ, ոնց եք լուծում այդ խնդիրը, անցյալ օրը տեսա նորեն այս խնդիրը ունեիք, ինչ եք արել, ոնց եք լուծել։ Այսինքն ինքը ոչ թե նույն խնդրի մասին է խոսքը, այլ ուրիշ խնդիրի մասին է, որը կարա նաև կապվի իմ ներկայացրած product-ին, որը ավելի հեշտ կարա իրենց կյանքը դարձնի։ Այսինքն ինչ որ ապացույց, ինչ որ փաստ, որը որ եղել է ձեր հետ, պարզապես նորից եք դուք վերա փաթեթավորում ներկայացնում այդ մարդուն։ Ամեն անգամ որ խոսում եք, այդ ապացույցը ինքը իրականում ավելորդ արժեք է ներկայացնում, ավելորդ արժեք է ստեղծում այդ մարդու համար, որ ինքը ավելի հեշտ որոշումներ կայացնի կամ եթե նույնիսկ պիտի մտածի, երկու անգամ ավելի արագ մտածի, որպեսզի կարողանա ինքը արագ որոշում կայացնի։ Իսկ ամենակարևոր բաներից մեկը նաև ճշտեք երկրորդից հետո, այսինքն երկրորդ հետադարձ կապը երկու օր հետո է, բայց մի քանի հետադարձ կապ անելուց հետո նաև ճշտեք սահմանափակում ժամանակի։ Այսինքն վերջավորության, եթե տեսնում եք, որ 5 հատ արդեն դուք հետադարձ կապ եք արել, follow-up-ները ճիշտ արել եք, նորեն ինչ որ follow-up անելուց հստակ գիտեք, որ դուք չեք կարա նույն մարդուն 20 անգամ զանգել նույն թեմայով։ Այսինքն շատ կարևոր է այնտեղ, որ նաև ժամանակ սահմանեք, ասեք, որ տեսեք մենք առաջարկ արել ենք, բայց խնդրում ենք, որ վերադառնանք մինչև այսինչ թվականը։ Ինչի, քանի որ նաև պետք է հասկանաք, որ ձեր pipeline-ը որտեղ է վերջանում, այսինքն միտեղ պետք է հասկանաք, որ այս հաջախորդը հիմա կարիք ունի կամ չունի, կամ կարող է ինքը կարիք ունի, բայց գնում է ուրիշ մրցակցի մոտ։ Այսինքն այդ ամեն ինչը պետք է ձեր համար որպեսզի հստակ լինի,
Իսկ forecast անեք, ճիշտ բյուջետավորեք ձեր վաճառքները այդ ամսվա, ճիշտ ձևով ներկայացնեք նաև ինչքան ժամանակի համար եք ներկայացրել այդ առաջարկը եւ դրա համար follow-up եք անում։ Մի քանի կարևոր սխալներ, որոնք որ հետադարձ կապի ժամանակ լինում են։ Առաջին ամենամեծ խնդիրը չափից շատ ճնշել։ Այսինքն մարդ կա, որ, չգիտեմ, օրական կարող է 3 անգամ զանգի քեզ։ Այսինքն հասկանում եմ, որ դու ուզում ես վաճառք անես, բայց թողեք շնչենք, թողեք հասկանանք։ Այսինքն նույնիսկ ինձ, որ վաճառք են անում ինչ-որ տարբեր կոմպանիներ, ջնշելուց հետո ես արդեն որոշում եմ չաշխատել այդ կոմպանիի հետ, քանի որ մի քանի աստանշան է տալիս այդ ջնշումը, կամ խնդիր ունեն վաճառքի, կամ այդ վաճառողը թարգետներին չի ասել խնդիր ունի, օրինակ եմ ասում, սենց ընդհանուր օրինակներ եմ ասում, բայց ինքը ջնշելը ավելորդ մարդուն զզվացնում է, եւ եթե զզվեց այդ մարդը, ինքը չի գալու ձեր մոտ, ցեզնից հաստատ չի առնելու։ Եվ երկրորդ ամենամեծ սխալը հստակության պակաս։ Այսինքն այդ առաջարկը, որ տալիս եք, հստակ չի, դրա համար ասացիք չէ, որ ժամկետները հարկեք, ժամկետ տվեք, ժամկետի մեջ մնացեք, այդ ժամկետի ընթացքում ինչ խնդիր եք լուծում, հստակ ներկայացրեք։ Այդ հստակության պակասը նաև մեծ սխալներից է, որ follow-up-ի ժամանակ, ասենք ինչ որ օդի մեջ ինֆորմացիա եք տալիս, բայց հստակ չեք խոսում, ինչ եք ուզում այդ մարդուց դուք։ Իսկ երրորդ ամենամեծ սխալներից մեկը մեկ ալիքի օգտագործումը։ Այսինքն, եթե մարդը մեյլերին չի պատասխանում, որը որ շատ common տեպք է, այսինքն շատ է կատարվում դա։ Մեյլերին չի պատասխանում այդ մարդը։ Եթե դուք ամեն անգամ մեյլով եք follow-up անում, հաստատ չի պատասխանելու, կյանքում էլ չի պատասխանում, քանի այդ մարդը մեյլ չի բացում։ Այսինքն գտեք ուրիշ channel, ուրիշ ալիք, որտեղ որ գարակ դուք այդ մարդու հետ follow-up անել, զանգ, voice, երբեմն voice-ը նույնիսկ օգնում է, եթե մանավանդ ինքը ձեր հաճախորդն է, այսինքն իրան հետ արդեն լավ կապեր ունեք, ամեն մարդու հետ չեք կարող քանի voice ուղարկեք, եթե ինքը ձեր հաճախորդն է, voice-ն էլ կօգնի, որ ճիշտ ձևով follow-up անեք, քանի որ ինքը ավելի հասանելիություն է ստեղծում։ Եվ վերջին իրականում այդ կետը, որ follow-up-ի ժամանակ պետք է օգտագործել մեթոդներից, անձնական մոտեցում, այսինքն այդ մարդուն հստակ իրեն համար մշակված follow-up։ Ոչ թե երբեմն շատ մարդիկ automation-ի արդյունքում սխալվում են, մեծ սխալն են անում, որ ավտոմատացնում են process-ները, բայց մեյլներն են ավտոմատացնում եւ նույն մեյլը բոլորին գնում է, կամ նույն մեսեջը բոլորին գնում է, բայց մարդիկ զգում են, որ դա ավտոմատ է, դրա համար էլ երբեմն բանի տեղ չեն դնում եւ չեն անդրադառնում դրան։ Շատ կարեւոր է, որ ինքը մի քիչ ավելի առանձնահատուկ բան լինի այդ մարդու հանդեպ։ Դե ոնց որ չարաչել ասեցի, գիսվեք ինչ որ հաջողությամբ, գիսվեք ինչ որ բանով, որը եղել է, օրինակ վերջին անգամից հետո որ մենք իրար հետ խոսացել ենք, մենք ունեցել ենք մի հատ նոր հաջախորդ, որը որ ծեր նման խնդիր ուներ, օրինակ եմ ասում, եւ այդ խնդիրը մենք լուծեցինք այսինչ լուծումով։ Ինչ եք մտածում, թե մտածում եք ինչ-որ հարցեր կան, որ կարող ենք մենք պատասխանել։ Բարձ հստակ բաներ, շատ բարձ, որը որ օգնում է այդ մարդուն որոշում կայացնելու։ Երբեմն էլ հումորը լավ է օգտագործել նաև հետադարձ կապի մեջ։ Այսինքն, կարաք ասեք, որ եսի վերջին անգամն ձեր հետ կապվում եմ, խոստանում եմ այլևս ձեր հետ չխոսալ այս թեմայով։ Բարձրապես ինչ եք որոշել։ Օրինակ շատ անգամներ ինձ գրում են LinkedIn-ից, ինչ որ ասենց ավտոմատ բան նամակներ, որ մենք վերջին անգամն ձեզ հետ բան ենք գրում ենք ձեզ, այլևս չենք խանգարելու, դա էլ է մի քիչ բան, եթե մարդուն հետ ծանոթ եք, այդ հետաքրքիր կդառնա, հումորը կդառնա, բայց երբ որ մարդուն անծանոթ եք, մարդը արդեն չի պատասխանել ձեզ, հիմա ինչ եք գրում, իբրյանի կատակ եք անում իրար հետ, բայց դա ամենահետաքրքիր բանը կարաչ տվա այդ մարդուց։ Եվ եզրակացնելու համար, իրականում հետաքրքիր կապը, follow-up-ը շատ կարևոր է հաճախորդին ցույց տալու ձեր պրոֆեսիոնալիզմը, ինչքան դուք պրոֆեսիոնալ եք մոտենում ձեր բոլոր հաճախորդներին անհատական մոտեցումով։ Այդտեղ շատ կարևոր է, որ ճիշտ ձևով, ճիշտ տոնալիտետով, ճիշտ մեսեջներով կարողանաք հասցնել ձեր մեսեջը, որպեսզի մարդը նաև ձեզ ճիշտ վստահություն ունենա ձեր հանդեպ, ձեր պրոդուկտի հանդեպ կամ ձեր կոմպանիի հանդեպ։ Վերջում, ոնց որ միշտ, եթե հավանեցիք մեր այսօրվա էպիզոդը, subscribe արեք մեր channel-ներին եւ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր էպիզոդով։